Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում ծանոթանում խնդիրներին, փորձելով լուծումներ գտնել դրանց համար։ Հերթական այցն Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում էր։ Այս այցը սակայն տարբերվում էր նախորդից, падգամավորներն այստեղ են արդեն կատարված աշխատանքները տեսնելու համար։ Բնակչի խնդիրները եւ արդեն լուծված խնդիրները արդյոք դրանք համապատասխանում են այն պահանջներին, որ պետք էր, որ ուներ բնակիչ, այսինքն արդյոք բավարարված է բնակիչը թե չէ, կարելի է ամբողջապես պատկերացնել միայն այն ժամանակ, երբ որ անմիջապես շփվում ես այդ բնակչի հետ, երբ որ անմիջապես քո աչքը տեսնում է այդ դպրոցը, այդ պարտեզը, այդ փողոցները, որ ասֆալտվել են, ու նպատակը դրանում էր, որպեսզի հասկանանք արդյոք բավարարված է բնակչի այն պահանջը, որը մենք խնդիր ենք դրել լուծելու։ Տափերական բնակավայրում ապրողներն արդեն ունեն նոր կառուցված ամբուլատորիա։ Նոր վերանորոգված տեղում ավելի հաճելի, ավելի մաքուր, երեխաները խաղասենյակ ունեն, այնտեղ տիկնիկներ կան, խաղում են, զբաղվում են, մինչև իրանց մամաները մյուս երեխային պատվաստում են։ Նախկին պայմանները ահավոր վիճակ էր այնտեղ։ Պատերին ձեր չեն կանտան, թափում էր լրիվ։ Երեխաների սենյակ չկար։ Իսկ հիմա ամեն ինչը անտիր է, շատ հաճելի, ծնողները առաջ անգամ մտնում են, ասում են, «Իս ինչ հրաշք է», ընկել ենք դրախտ։ Տափերականում վերանորոգվել են նաև շենքերի տանիքներ։ Վեդի խոշորացված համայնքի նոր ուղի եւ գինեվետ բնակավայրերի 90 երեխա դեկտեմբերից կհաճախեն նոր կառուցված մանկապարտեզ։ Այս երկու բնակավայրերում մինչ այժմ մանկապարտեզ չի եղել։ Այսպիսի ծրագիր ունենք նաև նմանատիպ շենքի կառուցում Սիսավան բնակավայրում, որը այս պահին ընթացքի մեջ է, նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել նաև այդ մանկապարտեզի շինարարությունը եւ եւս մեկ մանկապարտեզի հիմնանորոգում Ուրցաձոր բնակավայրում 4 խմբանի մանկապարտեզի հիմնանորոգումը կավարտվի նույնպես հոկտեմբերի վերջին պլանավորում ենք։ Նոր ուղի բնակավայրում բացի մանկապարտեզի կառուցումից կատարվել են նաև մի շարք այլ կարևոր աշխատանքներ։ Այս պահի դրությամբ նոր ուղի բնակավայրում չունենք բնակելի տուն, որտեղ որ գազաֆիկացում չկա։ Ունենք 7200 գծամետր ոռոգման ցանցի կառուցում, ջրատարերով եւ փակ խողովակաշարերով։ Լուսավորության ցանց ունենք այս պահի դրությամբ գյուղում մոտ 5 տուն, որ 5-6 տուն, որ արտաքին լուսավորության ցանց չկա այդ տներին հարակից կամ մոտիկ, դա էլ նախատեսում ենք մինչև տարեվերջ խոստացել ենք գյուղացիներին, որ ունենալու ենք այդ ու ունենալու ենք։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Վեդի խոշորացված համայնքում հանդիպել են նաեւ խաղողի մթերմամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Նոր ուսումնական տարին փոքր Վեդի բնակավայրի 450 աշակերտի համար մեկնարկել է հիմնանորոգված դպրոցում։ Ֆուտբոլի դաշը, որտեղ տեղ չունենք խաղալու։ Այո, այս ժամանակ են Նեչևին դաշներ, ընդայինը իսկ հիմա ստավելի մոտ է։ Իսկ դասարանները։ Լավ, տակ ու շատ ուրախ անցնել։ Սունգեքի համար նախատեսված տեղ կա, որ կախեն, որ չընկնի։ Ազգային ժողովի падգամավորները նոր կյանք բնակավայրում հետևել են ասֆալտապատման աշխատանքներին։ Սա նաև վերահսկողություն խորհրդարանի կողմից մենք նաև հետևողականորեն այցելում ենք այն հատվածներ մարզերի նաև այն բնակավայրեր, որտեղ որ աշխատանքներ պետք է կատարված լինեին կամ կատարման ընթացքում են, ծանոթանում ենք նաև աշխատանքներին, եթե լինում են հարցեր, որոնք պետք է էլի նորից մենք հասցեագրենք, մենք դրանք հավաքագրում տանում նորից ընթացք ենք տալիս։ Падգամավորները շարունակելու են իրենց վերահսկողական գործառույթն իրականացնել այցելելով Հայաստանի տարբեր մարզեր, տեղում համոզվելու, որ բարձրաձայնված խնդիրները ստացել են լուծումներ։